Հաղորդման աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Բարև, հանրային հեռուստաընկերությունը սկսում է նոր հաղորդաշար, որի ընթացքում կխոսենք շատ պարզ, բայց կարևոր թեմայի մասին՝ առողջ սնունդ։ Հաղորդման նպատակն է սպառողին ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն եւ շուկայում առկա հայրենական արտադրության սննդատեսակների մասին օբյեկտիվ եւ ճշգրիտ տեղեկություն տալ։ Այսօր ամենատարածված եւ եկամտաբեր բիզնեսը արագ սնունդն է։ Ընդունված կարծիք կա, որ տարատեսակ չիզբուրգերներն ու համբուրգերները 20-րդ դարի ծնունդ են, սակայն պարզվում է, որ մարդկության առաջին ֆաստ ֆուդը ստեղծվել է հայկական լեռնաշխարհում։ Եվ դա բոլորիս կողմից շատ սիրված բուրումն է, այսինքն բռի ափի մեջ պատրաստված պատառը։ Իսկ բուրումի կարևոր երկու բաղադրիչներից մեկը պանիրն է։ Այո, մենք պանիր շատ ենք օգտագործում, եւ այս կաթնամթերքը արդարացիորեն կարելի է համարել հայկական սեղանի թագուհին, սակայն յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր թագուհին։ Աշոտքում եւ Ջավախքում դա թել պանիրն է, Սիսիանում չանախը, իսկ Գյումրիում հայկական ռոկֆորը, որն ավելի շատ հայտնի է հորած պանիր անվանումով։ Այս բազմազանությունից մենք այսօր որոշեցինք անդրադառնալ ամենատարածված տեսակին՝ լոռիին։ Հայկական պանրի լեգենդա։ Հնագույն ժամանակներից Հայաստանում հայտնի է եղել կաթնամթերքի ստացման եւ կաթի վերամշակման եղանակներ։ Հնարավոր է արդյոք չոր կաթից պանիր ստանալ։ Որքան պետք է արժանա իսկական պանիրը։ Պանիրազանգված թե պանիր։ Եթե հաճախորդը մոտենում է պանիրներ ընտրելու, առաջին հերթին պետք է նայի կտրված պանիրի ապրանքային տեսքին։ Չափսը կարևոր է։ Ինչ չափսի պետք է լինեն պանրի աչքերը։ Պանիրը պետք է ունենա լավ արտահայտված աչքեր։ Տեղական արտադրության լավագույն պանիրը։ Ինչ դուր չեկավ երրորդ տարբերակը, որովհետև շատ աղի էր։ Երկրորդը դուրս շատ եկավ։ Լաբորատոր հետազոտության արդյունքները։ Կաթնամթերքից ամենահարուստ տեսականիով Հայաստանում առանձնանում է պանիրը։ Տեղական եւ արտասահմանյան տասնյակ արտադրողներ փորձում են հաճախորդներին գրավել ավանդական եւ ժամանակակից փաթեթավորումներով, սակայն հայաստանցի պանրասերներին դրանով չես մոլորեցին։ Մենք ունենք պանիր ընտրելու մեր հստակ նախասիրություններն ու ավանդական ու փորձված մեթոդը։ Բարև ձեզ։ Հարցման արդյունքում ընտրվել է լոռի պանիր արտադրող հայրենական 6 ընկերությունների արտադրանք՝ Մաստարաչեդո, Դուստեր Մելանիա, Դուստեր Մարիաննա, Աշտարակ կաթ, Իգիտ, Արաքս 2 էկոկաթ։ Ուշադրություն։ Հաղորդումը գովազդային նպատակներ չի հետապնդում։ Հաղորդումը չի համագործակցում որևէ ապրանքանիշի հետ եւ առաջնորդվում է բացառապես հանրային շահով։ Հաղորդման աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Ընտրական փուլ անցած ընկերությունների արտադրանքը ներկայացվում է ժողովրդական ժյուրիի դատին։ Ժողովրդական ժյուրիի անդամները սովորական գնորդներ են եւ կարող են քվեարկել միայն մեկ նմուշի օգտին։ Բոլոր ապրանքանմուշները գաղտնի են եւ ներկայացված են համարակալված տարբերակով։ Դուր չեկավ 6-րդը շատ աղի էր, 6-րդը, միգուցե ես աղի չեմ սիրում դրա համար, աղի էր շատ, 5-րդը դուր եկավ ինձ, համեմատած ավելի յուղայիններ ու ավելի աղը քիչ էր։ Ինչ դուր չեկավ երրորդ տարբերակը, որովհետև շատ աղի էր, շատ զգացվեց, որ աղը շատ էր, միայն այդ պատճառով դուր չեկավ։ Հավանել եմ երրորդը, կքվեարկեմ երրորդի օգտին, որովհետև ինձ թվում է յուղայինությունը բարձր է։ Երրորդի աղի տոկոսը ցածր է, 6-ը եւ առաջինը ի հաշիվ աղի ոնց որ լինի, պանիրի համը չես զգում, շատ աղի է։ Բոլորի աշխատանքն էլ ես գնահատում եմ, բայց ամենաշատը երկրորդը ինձ շատ դուր եկավ։ Երկրորդը դուրս շատ եկավ, ու շատ համեղ էր, ոչ շատ աղի էր, ոչ շատ թույլ։ Ես բոլոր 6 նմուշները փորձել եմ, ինձ շատ է դուր եկել 4-ը, 6-ը աղի էր, դա իմ կարծիքն է դրա մասին, ես քվեարկում եմ 4-րդ նմուշի համար։ Բոլորից համոզգացի, բացի երկրորդը, քվեարկեմ երկրորդին։ Չհամանացի երկրորդ տարբերակը, որտեղ շրվում էր եւ ուտելուն հարմար չէր։ Ես համտեսեցի պանրա բոլոր տեսակները,
Նախ ինձ դուր չեկավ համար մեկը շատ աղի էր, գույնը ոչ լիարժեք գրավիչ։ Ես նախընտրում եմ 5-ը իր գույնով եւ համով սիրահար եմ ես այդ տեսակին ուղակի, ոնց ասում են ճաշակին ինքես չկա։ Ուզում եմ քվեարկել ինձ համարի։ Շնորհակալ։ Ժողովրդական ժյուրիի որոշմամբ կիսաեզրափակիչ անցան Դուստր Մելանիա, Աշտարակ Կաթ, Իգիթ ընկերությունների արտադրանքները։ Առաջատարն է 5-րդ համարի ներքո հանդես եկող Իգիթ ընկերությունը։ Այս ընկերությունների արտադրանքների նմուշները կհանձնվեն լաբորատորիա, որտեղ կորոշվի հաղթողի անունը։ Փորձաքննության ներկայացվող նմուշները տեղափոխվել են միանման ստերիլ տարաներով եւ սառնարանային սարքավորումով հագեցած հատուկ մեքենայով։ Կիսաեզրափակիչի փուլը չհաղթահարած Master Acedo, Duster Mariana եւ Arax 2 Eco-Cat ընկերությունների արտադրանքների նմուշները նույնպես կենթարկվեն լաբորատոր փորձաքննության։ Այս փուլում ստուգվում է մթերքների անվտանգությունը։ Պանիրը մարդկությանը հայտնի ամենահին կաթնամթերքներից է։ Պանիրի մասին հիշատակումներ կան հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմներում։ Պանիրը հին հույների ամենօրյա սննդակարգի մասն է կազմել։ Պանիրի մասին հիշատակումներ կան անգամ Աստվածաշնչում։ Հայաստանում պանիրագործությամբ սկսել են զբաղվել մինչև Քրիստոսի ծնունդը։ Հնագույն ժամանակներից Հայաստանում հայտնի է եղել կաթնամթերքի ստացման եւ կաթի վերամշակման եղանակներ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են խնոցիներ, պանիրի պարզունակ կաղապարներ։ Մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ հազարամյակների հնավայր Կարմիր բլուրի պեղումների արդյունքում հայտնաբերվել է պանիրագործարան։ Կաթի արդյունաբերական վերամշակումը Հայաստանում ձևավորվել է 19-րդ դարի վերջերին։ 1898-ին հայազգի գյուղատնտես Սարգիս Աբովյանը Լորիում հիմնադրեց կաթնատնտեսական ֆերմա, որտեղ առաջինն Անդրկովկասում կազմակերպվեց եվրոպական պանիրների արտադրություն։ Բանն այն է, որ դրանց համար անհրաժեշտ կաթ կարելի էր ստանալ միայն Լորվա հյուսիս-արևմտյան մարգագետիններից, գարնան եւ ամառվա ամիսներին։ Հայաստանում արտադրական առավել մեծ ծավալով պանիր սկսեցին արտադրել խորհրդային շրջանում։ Կառուցվեցին պանիրի նոր գործարաններ, որոնք եվրոպական տեսակներից բացի արտադրում էին արդեն տեղական լորին ու հայկական մյուս տեսակների պանիր։ Անցած դարի արդեն կեսերին խորհրդային Հայաստանում արտադրվող 20-ից ավելի տեսակ աղաջրային, պինդ, փափուկ եւ 10 տեսակի հալած պանիր էր արտադրվում։ Իսկ աղաջրային տեսակի կիսափափուկ հայկական լորին, բացի տեղական շուկայից, վաճառվում էր ԽՍՀՄ ողջ տարածքում։ Հայաստանում լորի տեսակի պանիր արտադրվում եւ արտահանվում է նաեւ այսօր։ Հայկական լորին կովի պաստերացված կաթից է պատրաստվում։ Առողջարար է, ունի բարձր յուղայնություն, պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, հանքային աղեր, կաթնաթթվային բակտերիաներ։ Հայկական սեղանի թաքուն պանիրը պետք է ճիշտ ընտրել, որպեսզի այն զարդարի ձեր սեղանը։ Այս հարցում մեզ կօգնի կաթնամթերքի ինժեներ-տեխնոլոգ Լևոն Սարգսյանը։ Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք, կողմնորոշեք մեզ, ինչպես ճիշտ պանիր ընտրել։ Եթե հաճախորդը մոտենում է պանիրներ ընտրելու, առաջին հերթին պետք է նայի կտրված պանիրի ապրանքային տեսքին։ Ինչ տեսք ունի այդ պանիրը, ինչ գույն ունի այդ պանիրը։ Պանիրների տեսքից կարելի է որոշել, թե այդ պանիրը ինչ բաղադրություն, ինչ տեխնոլոգիական պրոցես է անցել։ Հետո կարելի է նայել փաթեթավորված նույն պանիրի գլխին։ Օրինակ, եթե վերցնենք այս պանիրը, սրա փաթեթավորումը շատ թույլ է կատարված եւ կարող է այս պանիրը փաթեթը հանելուց զգալ, որ վատ հոտ ունի եւ այդ հոտը շատ վատ անդրադառնում է լորձ է տալիս պանիրին։ Նույնիսկ եթե պահպանման ժամկետը պահպանված է։ Եթե նույնիսկ պահպանման ժամկետը պահպանված է, կարող է շատ մեծ փոփոխություններ առաջացնել պանիրի բաղադրության մեջ։ Այս պանիրը շատ լավ փաթեթավորված է։ Այս պանիրի եթե որ մենք նույնիսկ ձեռքով ջրի արկայություն չկա, շատ լավ փաթեթավորված է եւ այս պանիրը ոչ մի պրոբլեմ չի առաջացնի արտադրողների համար։ Առայժմ միայն արտաքին տեսքից կտրատելուց հետո նոր արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Այո։ Երկրորդ ամենակարևոր պայմանը պանիրների համար դա համտեսությունն է։ Պանիրը պետք է ունենա մաքուր համ ու հոտ, հատկապես լորի պանիրը։ Քիչ կաթնաթթվային համ պետք է ունենա քիչ արտահայտված, բայց շատ գեղեցիկ աչքեր։ Նախքան դրան անցնել ես կուզենայի նաև ուշադրություն դարձնեինք այս կտորի վրա, որը մենք գտանք ցուցափեղկում։ Իրականում այս կտորին նույնիսկ չպետք է նայել, ես այդպես եմ ենթադրում։ Այո, այս կտորը վաճառողները պետք է հանեն։
ցուցափեղկից որ չերևա այս բաները։ Ինչի հետևանքով է ուռը։ Բայց տեխնոլոգիական process-ի խախտում է, ջերմային ռեժիմների խախտում է։ Լավ, դնենք մի կողմ այս բաները, սա նույնիսկ փորձել չեմ ուզում եւ անցնենք արդեն քիչ թե շատ նորմալ տեսք ունեցող բանիրների։ Ինչ բան է նորմալ տեսք։ Նորմալ տեսք, բանիրը պետք է ունենա սպիտակատեղնավուն գույն։ Լավ արտահայտված լորի բաների մասին է խոսքը, լավ արտահայտված աչքեր։ Այս բաների մեջ մի քիչ աչքերը շատ քիչ են, երևի կարող մինչև վերջ տեխնոլոգիական process-ը առաջ չի գնացել, բայց իր հասունացման ընթացքում իր սպիտակատեղնավուն գույնը դա շատ նորմալ է նման տիպի բաների համար եւ ես չեմ կասկածում, որ դա համիր հոտից կարելի է զգալ, որ շատ նորմալ բաներ կլինի։ Եվ անցնենք նաև համազգայական փորձաքննությանը, այսինքն մեր համիզգայարանների միջոցով որոշենք, որ կտորն է ավելի լավը։ Խնդրեմ։ Ուրեմն ես ձեզ ասեմ եւ գիտեք ոնց, բաները կտրատում են 2-ից 3 մմ հասունությամբ։ Ես սխալ կտրեցի։ Դուք սխալ կտրեցիք այս բաները։ Բաները եթե կտրատում են 2-ից 3 մմ հասունությամբ, համը եւ հոտը շատ արագ է զգացվում։ Ավելի ճիշտ կտոր ստացանք։ Ահա, ավելի ճիշտ կտորը ստացանք։ Խնդրեմ։ Սկզբում պետք է երևի հոտոտել, հա։ Այո։ Ինչ յուրահատուկ հոտ պետք է ունենա ճիշտ լավ որակյալ լորի պանիրը։ Լորի պանիրը պետք է ունենա շատ թույլ արտահայտված կաթնաթթվային հոտ։ Ես զգում եմ այդ հոտը։ Այլ տարօրինակ հոտեր այս պաների կտորի մեջ չեմ զգում։ Չէ, տարօրինակ հոտեր, կողմնակի հոտեր չկա։ Երբ արդեն կտրեցինք, կտրատեցինք, օգտագործեցինք, ինչպես է պետք պահել այս պանիրը։ Առաջին հերթին պետք է բոլոր պանիրները հերմետիկ։ Եթե աղաջրային, ես աղաջրային պանիրներին հետո կասեմ, նմանատիպ պանիրները պետք է փաթեթավորել հերմետիկ։ Իսկ եթե հերմետիկ չի փաթեթավորում, օդի կողմնակի բակտերիաների միջոցով սկսում է սպիտակ որպոսել, լորձ առաջանալ, դրանք կողմնակի վտանգավոր բակտերիաների, վիրուսների առկայություն է։ Դրա համար հարկավոր է հերմետիկ փակել, հերմետիկ ամանների մեջ պահել։ Մի խոսքով ցուցափեղկին մոտենալիս խուսափեք այս տեսքի պանիրներից։ Դրանք գեղեցիկ բարձիկներ են, բայց ոչ երբեք պանիրներ։ Պանիր ընտրելիս իր ճիշտ խորհուրդներով այսօր մեզ օգնեց սննդի եւ հատկապես կաթնամթերքի տեխնոլոգ Լևոն Սարգսյանը։ Շնորհակալություն օգտակար խորհուրդների համար, իսկ դուք առողջ ծնվեք։ Անորակ սննդամթերք եք գնել, չգիտեք ում դիմել։ Զանգահարեք Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն։ Շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարն է 010 20 60 40։ Լաբորատորիան ներկայացրած լորի պանրի 6 նմուշ ենթարկվել է մանրէաբանական հետազոտության, պարզելու համար արդյոք համապատասխանում են անվտանգության պահանջներին, թե ոչ։ Հետևաբար, հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք համապատասխանում են անվտանգության պահանջներին, շեղումներ չեն հայտնաբերվել եւ համարվում են մարդու առողջության համար անվտանգ։ Ներկայացված պանրի 6 նմուշները ենթարկվել են նաև հետազոտության անվտանգության ցուցանիշներից թունավոր տարրերի, թունաքիմիկատների, մնացորդային քանակների հայտնաբերման նկատմամբ եւ արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Հետևաբար պանրի բոլոր նմուշները պիտանի են սննդում օգտագործելու համար եւ մարդու առողջությանը վտանգ չեն ներկայացնում։ Լաբորատոր փորձաքննության ներկայացված ոչ մի փորձանմուշում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել, եւ նմուշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ Երկրորդ փուլ չանցած ընկերությունների արտադրանքները եւս անվտանգ են, եւ եթե ժյուրին քվեարկեր դրանց օգտին, ապա կարող են շարունակել մրցապայքարը։ Ուշադրություն. հաղորդումը գովազդային նպատակներ չի հետապնդում։ Հաղորդումը չի համագործակցում որևէ ապրանքանիշի հետ եւ առաջնորդվում է բացառապես հանրային շահով։ Հաղորդմանն աջակցում է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Պանրի երկարակեցության համար հարկավոր է ապահովել նախ պարտադիր պայմանը՝ սառնարանի առկայությունը, երկրորդ հերթին ճիշտ ընտրված ամանը։
Լորի տեսակի պանիրը ճիշտ է պլաստմասե ամանուն տեղադրելը։ Արծնապատ կաթսան նույնպես տարբերակ է։ Կարևորը ամանը փակվող լինի, քանի որ պանիրն արագ կլանում է կողմնակի հոտերն ու խոնավությունը։ Փակվող պետք է լինի, բայց ոչ հերմետիկ։ Դրա համար էլ լորին պետք է պահել սառնարանում, բայց ոչ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորած։ Պանիրի պահպանման համար օպտիմալ ջերմաստիճանը +4-ն է։ Եթե պանիրն արդեն չորացած է, կարելի է թարմացնել 30-ից 40 րոպե պահելով կաթի կամ մածունի մեջ։ Արագ են չորանում պանիրի արդեն կտրատած կտորները։ Դրա համար խորհուրդ է տրվում պանիրը կտրատել միայն օգտագործելիս, այլապես շերտերը ոչ միայն կչորանան, այլև կկորցնեն համն ու հոտը։ Համի գիտակները խորհուրդ են տալիս հայկական լորին մատուցել գինիների հետ։ Լորի պանիրը համադրելի է սենդվիչների եւ պիցայի բաղադրիչների հետ, հարմար է խաչապուրիի պատրաստման համար, նաեւ մրգի ու բանջարեղենի հետ։ Եզրափակիչ փուլում ստուգվում են փորձաքննության հանձնված նմուշների մակնշման եւ պիտակավորման չափորոշիչների համապատասխանությունը։ Արդեն կատարվել են բոլոր փորձաքննությունները եւ հայտնի են արդյունքները։ Գնանք լաբորատորիա եւ պարզենք, թե որ ընկերության արտադրանքն է դարձել հաղթող։ Ներկայացված պանիրի 6 նմուշները ենթարկվել են նաև հետազոտության ֆիզիկա-քիմիական ցուցանիշներից աղի զանգվածային մաս, խոնավության զանգվածային մաս եւ չորնյութում յուղի զանգվածային մաս ցուցանիշներով։ Հետազոտությունների արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել եւ բոլոր նմուշները համապատասխանել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Համադրելով ժողովրդական ժյուրիի քվեարկության արդյունքները եւ լաբորատորիայի տվյալները, մրցույթում հաղթեց Իգիթ ընկերության արտադրած լորի պանիրը, որը մասնակցում էր 5-րդ համարի ներքո։ Լորի պանիրի հեղինակության եւ հայտնիության հաշվին շուկայում բազմաթիվ նմանակներ կան, այնպես որ ուշադիր եղեք։ Ճիշտ ընտրություն կատարելը դժվար է, բայց հնարավոր։ Ինչպես ընտրել որակյալ բժշկական երշիկ։ Նախապատվությունը տալիս եմ 6-րդ երշիկի տեսակին։ Երկրորդի մեջ ինչ-որ տհաճ համսկացի, չգիտեմ ինչու։ Ավելի շատ հավանեցի առաջի տարբերակը, որոշ չափով իհարկե։ Մի տեսակ ծանր զգացողություն ունեցա։ Ինչ բաղադրություն պետք է ունենա այդ հարմար մթերքը։ Հավի միս, խոշոր եղջերավոր կենթանու միս, ընդ որում չի նշում, որ դա անպայման պետք է լինի տավարի միս։ Դա կարող է լինել նաև գոմեշի միս։ Լաբորատոր հետազոտության արդյունքները։